Պարոն Իգոնոմով, ԵՄ ընտրություններից առաջ Հայաստանին 140 միլիոն եվրո դրամ է տալու, սա ինչով եք դուք պայմանավորում, օրինակ ներքին գործերին միջամտելու փորձ չէ սա։ Բարև ձեզ, այո, ես համաձայն եմ ձեր հետ, նայեք, այսօրվա դրությամբ Փաշինյանը մեզ ընդհանրապես ահաբեկում է, ժողովրդի հանդեպ է ինքը դուրս եկել պատերազմի եւ ինքը վախեցնում է Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմներով բանալ, որը որ իհարկե նույնպես ընդունելի չի, բայց այդ այն պարագայում, երբ որ ուղղակի Եվրոմիությունը սկսեց այդ ֆինանսավորումը եւ իրան սատարելը, նույն ձևի J.D. Vance-ներ ստեղ ինքը ասեց, որ սատարում Գիտեք ոնց, դա անընդունելի է։ Մենք պետք է մի անգամ ապացուցենք հանրության աշխարհի հանրությանը, որ մենք ինքնորոշ երկիր ենք, ինքնիշխան երկիր ենք, մենք ինքնորոշված մարդիկ ենք եւ մենք ինքներս ենք որոշելու, թե ով է լինելու մեր ապագա ղեկավարը։ Եվ ինչքան էլ միլիոններ ղրկեն թե Եվրոպայից, թե Ռուսաստանից, թե Ամերիկայից, դա կապ չունի։ Մեր ժողովուրդը այնքան գիտակից է, որ ինքը կարողանալու է։ Այստեղ մի հատ մենք խնդրեմ ունենք, դա էլիտաների իրականում մտածելակերպն է, որ եթե մենք կարողանանք իրականում գանք այն անգրվանի, երբ որ էլիտաները հասկանում են, այն ճգնաժամը, թե ինչի առաջ ենք մենք կանգնած եւ կարողանան համախմբվել, դրանով կկարողանան իհարկե մեծ օգուտ տան եւ ժողովրդին, որ ժողովուրդն էլ միավորվի, որովհետեւ մեր ուժը, մեր անվտանգությունը իրականում մեր համախմբվածության մեջ է լինելու։ Մենք ուրիշ հնար չունենք, մենք պետք է համախմբվենք։ Ես միանշանակ կարող եմ ասել իմ կողմից եւ մեր ուժի կողմից, որ մենք հասկանում ենք, որ այո, եղել են խնդիրներ, դժվարություններ, օրենքն է խախտվել, մինչեւ 18 թվականներ էլ է եղել։ Բայց սակայն մի բան կա, մինչեւ 18 թվական ով որ ղեկավարել է մեր երկիրը, իրանք ասենք թե այդ հույսեր ժողովուրդը չի կապել ուղղակի իրանց հետ, եւ դրա համար իրանց սխալները, իրանց խնդիրները դա ինչ որտեղ հասկանալ է, բոլորս պատկերացրել ենք, հասկացել ենք, բայց 18 թվականին, երբ որ այսպես կոչված հեղափոխություն եղավ, մեր ժողովուրդը իրականում շատ մեծ հույսեր ուներ եւ երազանքներ ուներ փոփոխության հետ կապված, դա ամեն ինչը տապալվեց, բացի դրանից մենք փաստորեն ունեցանք այդքան զոհեր եւ կորցրեցինք Արցախը, դա աններելի է եւ դրա համար մեր մոտեցումը հետեւյալն է, համախմբվելու համար մենք պետք է ինչ-որ գիծ քաշենք եւ 18 թվականից առաջ եղած բաները չեմ ասում ամեն ինչն է պետք մոռանալ, իհարկե արդարությունը պետք է լինի, ինչ-որ չափով պետք է ժողովուրդը, ոչ թե ինչ-որ չափով, այլ իրականում ժողովուրդը պետք է ընդհանրապես տեղյակ լինի, թե ինչեր է կատարվել, սակայն շատ կարևոր է լինելու, որ 18 թվականի հենց 18 թվականից հետո արդեն միանշանակ պատկերացնենք իրավիճակը եւ պարտավորենք բոլորս իրար հետ, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի։ Տեսեք, դուք ինչպես եք օրինակ գնահատում վերջին Փաշինյան-Պուտին հանդիպումը, շատ քննադատություններ եղան, խոսվեց Ղարաբաղից, էլի երկուստեք մեղադրանքներ, այդ ձեր գնահատականը։ Իմ գնահատականը հետեւյալն է, Պուտինը որոշել էր ուղղակի հայ հանրությանը տեղյակ պահի, քանի որ բոլորն են աշխարհում պատկերացնում, թե ինչքան է մանիպուլատիվ Փաշինյանը իր խոսույթի մեջ, իր ժողովրդին ոնց է ինքը կարողանում մանիպուլացնել եւ դրա համար ուղղակի տեղյակ է պահել, քանի որ ինչ էլ խոսային փակդարների հետևում ինքը գալու էր մի ուրիշ բան պատմեր, հետո էլ ասեր սենց չի ասել, նենց է ասել, դրա համար ուղղակի այն մարդը ասեց Ժորժ ջան, դուք էլ պետք է հասկանաք։ Հասկանալի է, որ Եվրոպան ուղղակի է մասնակցում։ Ես ասում եմ, ոչ Եվրոպայի մասնակցելը, այդ հիբրիդային ձևով, ոչ Ռուսաստանի մասնակցելը, մեր համար անընդունելի պետք է լինի։ Մենք պետք է ինքներս կարողանանք մեր ժողովրդին ներկայացնենք այն մոտեցումները, որի շուրջ կհամախմբվեն եւ իրար հետ կորոշենք, թե ով է ղեկավարելու մեր պետությունը եւ ում հետ են աշխատելու ուրիշ պետության ղեկավարները։ Տեսեք, ընտրություններից առաջ նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվեցին, նաև պարգևավճարները, սա ընտրակաշառք համարում եք օրինակ դուք։ Նայեք, դա ես անձնապես միանշանակ կարամ ասեմ, որ այդ տենց եմ ես տեսնում, բայց բացի դրանից Նիկոլ Փաշինյանը այնքան սահմանադրությունը եւ օրենքները այնքան է խախտել, որ դա մի մասն է այդ շարքից, բացի նրանից այս վերջի օրերս ընդունեցին էլի նորից օրենք, որը որ իրավունք չունեն ընդունելու օրենսդրությամբ այն փոփոխությունները, որոնք կապված են ընտրությունների հետ, դա 1 տարի առաջ պետք է ինչ-որ փոփոխություն լինի։
Ամեն դեպքում իրանք խախտում են բոլոր օրենքները, ոտնահարում են սահմանադրությունը եւ միանշանակ դա բացի դրանից մի բան էլ ասեմ, հա, իրանք այս ընտրաշարավը սկսել են, որը էլի իրավունք չունեին սկսելու, հա, իրանք ասում են դա ներկուսակցական ընտրաշավը, դա միանշանակ սուտ է, բացի դրանից այդ ներկուսակցական ընտրաշավը ոնց անում, որ հմեկն է լուսաբանում, հա, դա անընդունելի է, ոչ մեկի մի հատ կուսակցություն չգիտեմ, որի ներկուսակցական ընտրաշավը հմեկ լուսաբանի, հա, դա խայտարակություն է իրականում։ Այս մարդը ուղղակի դուրս է եկել պատերազմի մեր ժողովրդի դեմ։ Դուք հիշատակեցիք ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունը, դա ինչով է վտանգավոր, ինչ որ վտանգ է իրանից ներկայացում, թե դա օրենքի պահանջ է կատարեցին։ Չէ, դա վտանգ իրականում տենց առանձնապես չի ներկայացնում, սա իրանց վախերն է, իրականում այդ վախերից ելնելով իրանք փորձում են այդտենց փոփոխություններ կատարեն, որ իրանց հոգեբանական, հա, վիճակը մի քիչ ինչ որ ավելի հավասարակշռված լինի, ինչը որ չի ստացվում իրանց մոտ, հա, իրանց պայելակերպից երևում է այդ ամեն ինչը։ Օրինակ ըստ ձեզ ինչից են վախենում։ Իրանք ընդդիմությունից են վախենում, իրանք հասկանում են, որ իրանք վստահությունը շատ քիչ է, իրանք քվեն շատ փոքր է լինելու եւ իրանք ամեն ինչ անում են, որ խեղաթյուրեն մարդկանց ուշադրությունը ուրիշ տեղ սևեռեն եւ այդպես փորձեն ինչ որ չափով հետագայում, եթե անեն կեղծիքներն էլ, որ Եվրոպան աչքերը փակի ամեն ինչի վրա, որտեղ ես վստահ եմ, որ հետընտրական միջոցառումներ հələ դեռ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։